մոտավոր հաշվար կարել եք ինչքան ապրանք է եղել ու Ինչ ապրանք է ձեր մոտ։ Միրգ, բանջա, ուտելիք։ Ասում եմ տանում ենք, ոչնչացնում ենք։ Ուտելիքը ոչնչացնում են։ Հարցնում եմ իրանց, հենա հարցում ես, հիմա հարցնեմ։ Ասում եմ տանում եք ինչ անեք էսի, ասում եմ տանում ենք ոչնչացնում ենք։ Մարդիկ սովված մեռնում են, խեք տանում ոչնչացնում։ Ես էլ էսի պարտքով բերել եմ, ասում եմ պարտքի տակ եմ ընկնելու։ Ինչ անեմ, գնամ գողություն անեմ։ Պետք է տանամ այդ մարդկանց փողը տամ, չէ՞։ Առավոտը պետք է տամ։ Հիմա գիշերը պետք է ելնեմ գողություն անելու։ Լավ է իրանց համար, էսի պետություն, հա։ Համարները խփել է, 0-1 համարներով եկել է ու առանց հարցնելու, հələ ասում է, այս սրանք էլ հավքի էսը կտուգան են։ Պետք է կյանք է էսի։ Էսի պետություն, հա, իրավիճակը փոխվի, էս է ձեր իրավիճակը։ Ես հիմա հանգիստ կայնաս, մի ամիտ գան վեկալեն ու վերցեն, կարող է ինձ էլ մի օր գան վերցեն ու տանեն, ասեն սենց է օրենքը, աղբեր։ Ինչքան գումարի ապրանք ունեք մոտավոր։ Ես որ տարան երևի մի 40,000-ի ապրանք է։ Այդ ձեր ապրուստի միակ միջոցն էր։ Այ, ինվալիդ տղան, ձեր չունեմ, մարդ չունեմ, եկել եմ կայնել եմ, որ 100 դրամ փող աշխատեմ, եթեմ տուն։ Հասկանում ես։ Հասկանում ես դու այդ ինչը։ Իսկ փորձել եք շուկաներում վաճառք անել։ Շուկա, ինչ շուկա։ Ինչ շուկա։ Իրանք, էսի գիտես ինչի համար են անում։ Անում են, որ մենք չանենք, որ էտան իրանցից թանկ առնեն։ Ես դե ասենք 500 դրամով եմ ծախում, ես նույն ապրանքը մտնես ասենք սուպերմարկետ, խփում է 2500 դրամ։ Ինչ ապրանքներ ունեիք։ Միրգ էլի։ Միրգ։ Հասկանում ես։ Վերցին ու գնացում, ծատի նման թարան գնացում։ Ասում եմ ուր եք տանում, չի էլ ասում ուր ենք տանում։ Դու ասես ինչ տեղն ենք տանում, ես գնամ այդ ինչ տեղը։ Դու գանքը վճարեմ, իմ ապրանքը դու հետ տանել։ Չի էլ ասում տանում ենք ոչնչացնենք։ Ախպեր դու ոնց ով ես, որ դու իմ ապրանքը տանես, տենց օրենք կա գրված պեչատով, որ գրված է, որ դու կարաս մարդու ապրանքը գազ վեկալես, տանես ոչնչացնես։ Տենց օրենք կա գրած պեչատած։ Ով է գրել այդ օրենքը։ Ցույց տվեք տենանք, ախպեր, տենց բան չկա։ Իրանք են էտի անում։ Այտենց օրենք, եթե իրանք բերեն թուղթը ցույց տան, որ կարանք գանք, ասենք տանում ենք քո ապրանքը ոչնչացնենք, ախպեր, տենց պետչատ չկա, տենց օրենք չկա։ Եթե կա, թող բերեն ցույց տան։ Դենա տարան, հա։ Սրանք ծալվլիկներն են, ծիտիկներն են, էլի։ Այդ չաղերի ծիտիկներն են, գալիս են, տանում են իրանց կնանիկ շատ են սիրում, մեկը խաղող է սիրում, մեկը դեղց է, ով ինչ սիրում է, հեսա կտանեն իրենց տանել, վսե։ Էդի արկել են համատարած, ոչ թե մի օր թողեն, երկու օր թողեն, կամ 3 օր թողեն, մի օր էլ գան սենց վերցեն ու գնան։ Ձև է արա, իրավիճակի ձև է էսի։ Համի ասենք ու են մյուսին ընտրենք, են մյուսն էլ է էձևի իլնելու, հա, ինչն ասենք, սրա յավավորն է, սենց օրենք է իմ ասում, եթե սաղաթողը մի քիչ թանկանոցել էր, ես էլ եմ տանելու, էժանոցել չտարան ինչ իրանց պետք էր վերցել, մատ էլ ասում է, հաշիքին էլ հավաքի աղբեր, չէ սրա համար էլ պետք է տուգանեմ։ Արի գոնե դու էտի հավաքի, ոնց կանիկը տետ խաղողուծի, ես հավաքեմ էսի, մատ էլ կանգած ասա, դու գակից տե ավլի, արա։ Սրանք դարմայետներն են, դարմայետ, որ ասենք,
չեն աշխատող չեն սրանք բան են, որ գան, ասենք թալան են, էլի մի բան տենան, վերցեն ու էթան, всё։ Էտա, սրանց արվեստն է, դա արվեստը։ Իսկ ինչ ասես թողին գնացի, գոնե հետևներից հավաքի, կերակ խմակ գնացի, կարա։ Ասմալերս էլ հավաքի աղբեր։ Ճիշտ եմ ես խոսում։ Մեղրի նման միրգ արա, երեխուս նման պահում եմ աղբեր։ Էդի ոչինչ հասնելու ապրանք է, տենց բան են ասում։ Դու պետական աշխատող ես, արա։ Տենց բան կարելի է, արտահայտվել 40 հոգով եկել եք, արա։ Մեջներս մի հատ գրագետ մարդ չկա, ոչինչ ասնենք, ո՞րն է, արա։ Էդ ինչ ասելու բան է։ Դու Հայաստանի քաղաքացի ես, պաշտոնյա մարդ ես, եկել ես։ Ասում եմ, բա ուր եք տանում, ես ասում եմ, տանում ենք, ոչինչ ասնենք։ Բա դու չես ասում ախպեր, ես մեղրի նման ապրանքը ոնց են ոչինչ ասնում։ Մարդիկ ախպեր կարոտ են սրանք։ Բռերով բերել եմ, գրկով բերել եմ, իջսել եմ ստե, դասավորել եմ, սիրունասել եմ, գրկել եմ ախպեր։ Դու էդի ոնց ես տանում ոչինչ ասնես, տանում ես ոչինչ ասնես, կանգատ ծոցը արա։ Ճիշտ եմ խոսում, քուրո ջան։ Ես ճիշտ եմ խոսում։ Էլի կբերես, էլի գանք կտանենք, հա ինչ ես ուզում, մի անգամից զակաստու էդի բերենք, կանիկըտ ինչ է ուզում, բերեմ, որ գազ դու տանես, կանգատ տաս, արա։ Բռնես աղը, որ բռնես բա։ Իրանք օրենք չեն խախտում, հտնս մարդ կա, որ կյանքում օրենք չխախտում։ Բա որ իրանց բռնենք ինչ պետք է անենք։ Հտնս չի կարելի, էլի։ Всё, գնացի մի 40,000 անդունդ է, ես, հենց հիմա։ Հենց ես յաշիկներն ասում հավաքի աղբեր, որ չգանք տուգանենք։ Կարելի է բատենց։ Մի հատ ուղղակի օրենք է էլի։ Այս մարդի վիճակը չտենալով գալի հավաքում են, ընդ են կանանչին վերցրել է, ուր է տանում։ Ուր է տանում։ Գոնե նենց բաներ անեն, որ մի քիչ հասանելի է լինի։ Ամոթ է ուղղակի։ Կամ մեծ կնիկան ջահելներին ուղարկել են քաղաքապետարանից, որ ջահելին չկարողանան բան ասեն։ Հա? Իրանց տարիքի համապատասխաններին թող ուղարկեն։ Գոնե կամ էլ մի ամսյա կասես պարավա կանանչիա ծախում որ հաց ուտի։ Ես ընդեղ խոսացի, որ ասեց ստեղ եք լրագրողներ, դրա համար միջամտում եմ։ Մարդ մի քիչ խղճով կխոսա։ Այն որ պարգևատրումներ են տալի, ինչ են տալի, այս մարդին դե թող բերեն տան, այս մարդը չծախ։ Խնդրում եմ ամբողջը կայատարարել։ Ոնց ապրեմ, հիվանդ կնիկ եկել եմ, որ 2 կոպեկ փող աշխատեմ, տանեմ պարտքերը փագեմ, ոնց ապրեմ։ Մերան տանել են։ Ձեզ մոտից տարան, թե դեռ։ Այսօր չեն տարել, այսօր ոչ մի բան չեն տարել, բայց անցած տարի նոր է մեկել շուկա։ Սաղձմեր չեմ աշխատել, նոր է մեկ։ Նայի արդեն ճնշում ես 1000-ի խպել է, գնամ չապեմ 250 տանում էին, զորով եմ խլել։ Ոնց ապրեմ, ասա ապրեմ։ Ոնց։ Երեխեք ունեմ, հա, պսակել եմ, ամեկ իր ընտանիք ունեն։ Ես մենակ եմ ապրում, ոնց ապրեմ։ Իմ դեղերը առնեմ, հացի փող անեմ, թե կոմունալը մուծեմ, թե տանեմ խալխի պարտքերը տամ։ Ոնց անեմ, ասեք անեմ։ Ահա որա, չգիտեմ ինչ անել, ինչ անենք, եթանք հրաժարվենք, թողնենք Հայաստանից գնանք, հա։ Եթանք հրաժարվենք, դրանք էտ են ուզում, որ թուրքերը նստեն գլխներից։ Ու լիքը թուրքաստ է, լիքը։ Իրանք ամենից վատ բան իրանք գլխին կատարվելու։ Ետին ամասեն է, ետին ամասեն։